Հունիսի 5-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունների ներկայացուցիչներին։ Պատվիրակությունների կազմում են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քարտուղարության անդամներ, քաղաքական խմբերի ներկայացուցիչներ։ Նախարար Սարգսյանը կարևորել է հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը։ Նախարարը ներկայացրել է ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացվող և քվեարկության օրը կատարվելիք աշխատանքները։ Նա նշել է, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու 1997 ընտրատեղամասերում, պահպանելով հասարակական կարգն ու ապահովելով ընտրական գործընթացի բնականոն ընթացքը։ Նախարար Սարգսյանը ներկայացրել է նաև ընտրողների ցուցակների կազմման և ճշգրտման ուղղությամբ կատարված ծավալուն աշխատանքները։ Նա նաև անդրադարձել է ոլորտում առկա մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքներին։ Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ներքին գործերի նախարարությունը լիովին պատրաստ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի լիարժեք իրացումը, նշելով, որ ընտրական գործընթացին միջամտելու կամ քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը սահմանափակելու ցանկացած փորձ արժանանում է և շարունակելու է արժանանալ օրենքով սահմանված խիստ արձագանքի։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար պատվիրակության անդամները ներկայացրել են դիտորդական առաքելության նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները, նաև հետաքրքրվել Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների կազմակերպման, անվտանգության ապահովման և ընտրական գործընթացների կառավարմանն առնչվող մի շարք հարցերով։ Քննարկվել են ապատեղեկատվության դեմ պայքարի, կիբեռանվտանգության և ընտրական գործընթացի պատշաճ ապահովմանն առնչվող հարցեր։ Եթե ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ մարդու տվյալներ, ինչ անել։ Տվյալ պարագայում անպայման պետք է դիմել ոլորտի լիազոր մարմին, միգրացիա և քաղաքացիության ծառայություն։ Նման իրավիճակ հնարավոր է, եթե այդ հաշվառումը պահպանված է դեռևս վաղուց, գուցե տվյալ բնակելի տարածքի նախկին սեփականատերերի կողմից կատարված հաշվառում է։ Մենք իրավիճակը շատ արագ անմիջապես կշտկենք։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրությունների նշանակման որոշում ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, Ազգային ժողովի ընտրությունների դեպքում Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը տեխնացուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է արդար ընտրությունից։ Ընտրական բարեգործությունը քրեորեն պատժելի է։ Եթե վերջնական ցուցակների հրապարակման պահին դեռևս լրացած չէ անձի 18 տարին, կարողանալու է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Պատասխանը դրական է, կարողանալու է։ Ավելին, եթե անձի 18 տարին լրանում է անմիջապես հունիսի 7-ին, քվեարկության օրը, ապա նրա տվյալները արդեն իսկ ներգրաված են ցուցակներում։ Բոլորը կարող են ստուգել և համոզվել, ինչպես նաև անպայման քվեարկել։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է ընտրակաշարք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ, ընտրակաշարք տալը մինչև 8 տարի ազատազրկմամբ։ Հիշեք, արժանապատիվ ապագան սկսվում է ազատ ընտրությունից։ Քո ձայնը վստահություն է, ոչ թե վաճառքի առարկա։ Հունիսի 2-ին քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փորձել են հափշտակություն կատարել Արարատ գյուղում գործող ոսկյա զարդերի վաճառասրահից, արդյունքաբեր գազ փչելով վաճառողի դեմքին։ Վաճառասրահի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում։ Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Արարատի մարզի քրեական ոստիկանները համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզել են հանցագործության մասնակիցների ինքնությունը, նրանց տեղաշարժը և մի շարք այլ հանգամանքներ։ Պարզվել է, որ ավազակային հարձակումը կազմակերպել են Երևանի բնակիչներ 39-ամյա և 37-ամյա, Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ 21-ամյա, Մասիսի բնակիչ 32-ամյա տղամարդիկ, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել, հանդիպելով վաճառասրահի սեփականատիրոջ դիմադրությանը։ Հետագա միջոցառումների արդյունքում 4-ն էլ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ Երևանի բնակիչ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 20,000 անվանական արժեքով 4 թղթադրամ հուշանվեր, գաղտնի փականով ծալովի դանակ և թմրամիջոցի նմանվող փոշենման զանգված։ Ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, կատարվում է նախաքննություն։
Ինչպես կարող է մահացած անձի անուն ազգանունը մնալ ցուցակներում։ Այս հարցին իհարկե բազմիցս անդրադարձել ենք, սակայն կրկնեմ եւս մեկ անգամ։ Եթե մահը արձանագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ապա լիազոր մարմինը չի ստանում մահվան վերաբերյալ որևէ տեղեկատվություն, մինչև հարազատները, ընտանիքի անդամները չեն դիմում լիազոր մարմնին կամ քաղաքացիության ակտերի գրանցման գործակալություն կամ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը։ Եթե հայտնաբերել եք մահացած անձի տվյալներ ցուցակներում, անպայման դիմեք մեզ։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է հավաքին մասնակցելուն հարկադրելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Եթե քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է, կարող է նա մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը բաղկացած է երկու մասից։ Իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է մինչև 6 ամսով, եւ իրավիճակներ, երբ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացած է ավելի քան 6 ամսով։ Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում եւ միանգամից քվեարկության օրը հունիսի 7-ին ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս եւ իրացնել իր ընտրելու իրավունքը։ Երկրորդ պարագայում անձը պետք է փոխանակի իր անձնագիրը եւ դա պետք է անել արդեն այսօր։ Փոխանակված անձնագրով անձը կարող է հանգիստ քվեարկել։ Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել եւ տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կրկին կարող է մասնակցել ընտրություններին։ Բայց այստեղ կա նաեւ երրորդ սցենար, երբ անձը ստացել է քաղաքացիություն եւ երբևէ դեռևս չի անձնագրավորվել։ Պետք է խնդրենք մինչեւ քվեարկության օրը անպայման հասցնել ձեռք բերել անձնագիր, որովհետև դա նախապայման է քվեարկությանը մասնակցելու համար։ Ներքին գործերի նախարարությունը իրազեկում է քվեարկության օրը արգելվում է տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Ընտրատեղամասի տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից։ Եթե անձը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում, սակայն ցանկանում է ժամանել եւ մասնակցել քվեարկությանը, ինչ պետք է անի։ Երկու կարևոր գործողություն ունի իրականացնելու տվյալ անձը։ Պետք է ստուգի իր հաշվառումը, պետք է ստուգի իր անձնագրի վավերականության ժամկետը, կամ պարզապես անհրաժեշտ է ստուգել նախնական ցուցակները, որոնք արդեն հրապարակված են։ Եթե անձը չի հայտնաբերի իր տվյալները նախնական ցուցակներում, ապա կամ հաշվառման խնդիրն է պետք կարգավորել, կամ անձնագրի։ Երկու դեպքում էլ արդեն գործելու ժամանակն է։